Welcome to Newsem. Բարի գալուս Newsem, եթերում ուժի գործոնն է, ես Հայկ Սահակյանն եմ, իսկ զրուցակիցս իրանցի միջազգայնագետ Էհսան Մոհավեդյանն է։ Պարոն Մոհավեդյան, շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք զրուցելու համար։ Hello and thank you for your time. Ողջույն, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Հուսով եմ շատ կառուցողական զրույց կունենանք։ Thank you too. Mr. Mohavedyan, special Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ անցկացրին հայ-իրանական սահմանին։ Դրանց հիմնական նպատակն էր խաղարկել համատեղ գործողություն, որով հնարավոր կլինի հակազդել հայ-իրանական սահմանային անցակետերի վրա հնարավոր ահաբեկչական հարձակումների։ Եվ որքան ես եմ հիշում, նման վարժանքներ առաջին անգամ են անցկացվում։ Ինչ եք կարծում, ինչու հենց հիմա։ What do you think? Why right now? I consider this joint military maneuver a good first step for increasing military cooperation between Islamic Republic of Iran and the Republic of Armenia. Կարծում եմ համատեղ զորավարժությունների անցկացումը լավ ուղերձ է տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվող այն երկրների համար, որոնք չեն ցանկանում հարգել Իրանի եւ Հայաստանի կարմիր գծերը։ Սա ցույց է տալիս Հայաստանի հետ մեր սահմանները պահպանելու մեր հանձնառությունը, այն որ Իրանը երբեք թույլ չի տա որևէ մեկին չհարգել իր կարմիր գծերը։ Այս համագործակցությունը Իրանի եւ Հայաստանի համար շատ լավ հնարավորություն է, որպեսզի չսահմանափակվեն միայն քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցությամբ։ Consider this kind of cooperation a very good opportunity for Iran and Armenia to go beyond political, economic, cultural cooperations, and I am sure that both countries are trying so hard to use their cooperation, and Վստահ եմ, որ երկու երկրները փորձում են մեծացնել համագործակցությունը ռազմական անվտանգության ոլորտում, որովհետև առանց այդ համագործակցության երկու երկրների տարածքային ամբողջականությունը վտանգված կլինի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը Իսրայելի եւ Միացյալ Թագավորության օգնությամբ ցանկանում են բռնակցել Սյունիքը, այսպես կոչված միջանցքը ստեղծելու համար։ Այնպես որ մեզ պետք է այդ համագործակցությունը։ Հուսով եմ, որ մոտ ապագայում երկու երկրների զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն նաև այլ տարածքում։ To increase this kind of cooperation, and I hope that in near future we see that the military personnel of two countries are going to conduct some military joint maneuver in other countries. Mr. Mohavedyan, what Ըստ ձեզ, տարածաշրջանում իրավիճակը հիմա ձեռնտու է Ադրբեջանին Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Ադրբեջանն ըստ ձեզ երբ կորոշի գնալ այդ քայլին։ Zangezur corridor? It depends on many factors. First of all, it depends on Armenia and Iran, whether we are going to increase our cooperation or not. If this first step leads to other steps, Դա կախված է բազմաթիվ գործոններից։ Առաջին հերթին կախված է նրանից, թե արդյոք Հայաստանն ու Իրանը պատրաստվում են խորացնել համագործակցությունն անվտանգային ոլորտում։ Եթե այս առաջին քայլը տանի ավելի լուրջ պայմանավորվածությունների, ապա կարծում եմ Բաքվի եւ Թուրքիայի համար Սյունիք ներխուժելու հնարավորություն չի լինի։ It depends that whether Armenia can balance its relations between West and East. Is so important, and I think Armenia must understand that the most important neighbor and the most important friend that Armenia can depend on is Iran. Մյուս կողմից դա կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես է խոսելու Ռուսաստանի, Հնդկաստանի, արևմտյան որոշ երկրների, այդ թվում Ֆրանսիայի հետ, եւ ինչպես է կարողանալու հավասարակշռել իր հարաբերությունները արևմուտքի եւ արևելքի միջև։ If your government understand this situation, and if they understand that you cannot reach peace without empowering yourself, I think it's going to be a good chance for Armenia to preserve Syunik for itself. But if this first step doesn't lead to increasing Կարծում եմ, Հայաստանը պետք է հասկանա, որ ամենակարևոր հարևանն ու բարեկամը, որի վրա կարող է հույս դնել, Իրանն է, որովհետև մեր ազգային շահերը 100%-ով համընկնում են։ Եթե ձեր կառավարությունը հասկանում է, որ առանց հզորացնելու չեն կարող խաղաղության հասնել, ապա Հայաստանի համար լավ հնարավորություն կլինի Սյունիքը պահելու համար։ Բայց եթե այս առաջին քայլը չբերի Իրանի հետ ռազմական համագործակցության ավելացմանը, վախենամ Ադրբեջանը կմտածի, որ կարող է ներխուժել Սյունիք։ Այսպիսով, դա
դա առաջին հերթին կախված է Հայաստանի իշխանությունից։ Երբ Իրանի գերագույն առաջնորդն ասում է, որ Հայաստանի հետ մեր սահմանը պահելը կարմիր գիծ է, ոչ ոք չի կարող դա վիճարկել, եւ կապ չունի թե ով կլինի նախագահը մեր երկրում։ The minister in Iran, so you must understand it, and if you understand it, we can work together better. As you mentioned just a while ago, Iran warns that will not accept any change. Իրանն անընդհատ զգուշացնում է, որ թույլ չի տա տարածաշրջանային սահմանների փոփոխություն լինի եւ ռազմական ուժով զավթվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Ինչ է կարծում, Իրանը կոնկրետ ինչ քայլերի կդիմի գետնի վրա, եթե Ադրբեջանը ներխուժի Հայաստանի տարածք։ I think before that we can do many things that makes Azerbaijan understand that they cannot invade Armenia. First of all, we have to increase operation in different fields in Syunik region. Կարծում եմ, մինչև այդ մենք կարող ենք շատ բաներ անել, որոնք կստիպեն Ադրբեջանին հասկանալ, որ չեն կարող ներխուժել Հայաստան։ Առաջին հերթին մենք պետք է տարբեր ուղղություններով մեծացնենք մեր համագործակցությունը Սյունիքում։ Եթե Հայաստանի կառավարությունն օգնի իրանցիներին ավելի ակտիվ լինել այդ տարածաշրջանում, այնտեղ գործարաններ կառուցել, կրթական կապերն ընդլայնել, օգնի, որ իրանցիների մեծ մասը Սյունիք այցելի առևտրի, զբոսաշրջության եւ մշակութային նախաձեռնությունների համար, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ոչ մի շանս չի լինի ներխուժելու համար։ Prefer to travel abroad. If Armenia improve its infrastructure in Syunik, many Iranians prefer to go to Syunik instead of Turkey. Եթե Հայաստանը բարելավի նաև իր ենթակառուցվածքները Սյունիքում, ապա իրանցիներից շատերը կնախընտրեն հենց Սյունիքով գնալ հյուսիս եւ ոչ թե Թուրքիայի տարածքով։ Սա անվտանգություն եւ բարգավաճում կբերի Սյունիքին ու Հայաստանին։ Բացի այդ, կարծում եմ, որ Սյունիքում կարող է նաև իրանական ռազմաբազա հիմնվել։ Մեր մասնագետներն էլ խորհրդատվություն կտրամադրեն հայկական կողմին, ինչը կօգնի Հայաստանին պահել Սյունիքը։ Այդ դեպքում, եթե Ադրբեջանը չհասկանա խաղաղության եւ տրամաբանության լեզուն, Իրանը կհասկացնի նրանց, որ չեն կարող չհարգել միջազգային իրավունքը եւ ուժով խոսել Հայաստանի հետ։ Iran is ready to make them understand that they can disrespect international law. They cannot invade an independent country, and they cannot talk with Armenia with the language of force. Mr. Mohammedan, let's talk about the situation in the Middle East and in part. Թրամփը սպառնում է Իսրայելի հետ միասին ռմբակոծել Իրանը, եթե միջուկային հարցով բանակցությունները ձախողվեն։ Շանս կա ըստ ձեզ, որ կհաջողվի ինչ-որ լուծում գտնել, այնպիսի լուծում, որը բոլոր կողմերի համար էլ ընդունելի կլինի։ That would be acceptable for all sides. You know, it depends on United States that wants to negotiate with us, or they want to, impose us a deal. When you have a negotiation with a country, you can accept some of things that they are telling to you and Դա կախված է Միացյալ Նահանգներից, նրանք ուզում են բանակցել մեզ հետ, թե իրենց ուզած լուծումը պարտադրել մեզ։ Եթե նրանք ուզում են ասել մեզ, որ մենք այլ տարբերակ չունենք, քան նրանց ասածը անելը, ապա արդյունքի հասնելու հնարավորություն չկա։ Բայց եթե նրանք հասկանան, որ պետք է մեր ասածներից որոշներն ընդունեն, ապա գուցե հնարավորություն լինի հասնել համաձայնության։ Իրանը պատրաստ է պաշտպանվել։ Իրանն այն երկիրը չէ, որ տարած կարող են ներխուժել կամ օդային ճանապարհով հարձակվել։ Գուցե նրանք կարողանան անել այն, ինչն Իսրայելն արեց անցյալ տարի, եւ մենք կպատասխանենք նրանց։ Defend itself, and Iran is not a country that they can invade through force, or they can invade us by air. Maybe they can, do what Israelis did. Բայց ես կարծում եմ, որ նրանք ի զորու չեն պարտադրել մեզ այն, ինչն ուզում են։ Մենք չենք պատրաստվում ընդունել պարտադրանքի լեզուն եւ նրանք գիտեն դա։ Նրանք փորձեցին ուղիղ բանակցություններ սկսել Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց մենք նրանց պարտադրեցինք ոչ ուղիղ բանակցություններ, այլ էլ Օմանում, մի երկրում, որտեղ նրանք չէին ուզում բանակցել։ Մենք նրանց պարտադրեցինք բանակցությունների վայրը եւ մեր պայմանները։ Մենք բավարար ուժ ունենք դա անելու համար։ We imposed them the location of negotiation, and we imposed them our conditions, and we can continue this. We have power to do this, and I suggest you that
you are not impressed by the propaganda of the United States media. So the Islamic Republic does. Այսինքն Իսլամական Հանրապետությունը չի դիտարկում որևէ զիջման գնալու տարբերակ, որպեսզի կանխի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հնարավոր ռազմական հարձակումը։ Ճիշտ հասկացա։ We consider that if there is a failure in negotiation, maybe they try to start some attack to Iran. But we have our measures, we can answer them, we have friends in the region. Եթե բանակցությունները ձախողվեն, նրանք գուցե փորձեն ինչ-որ հարձակումներ սկսել Իրանի վրա, բայց մենք կարող ենք պատասխանել դրանց։ Մենք ընկերներ ունենք տարածաշրջանում եւ նրանք չեն կարող անել այն, ինչ ուզում են։ Իսրայելը երկար ժամանակ ասում է, թե ուզում են հարձակվել եւ ոչնչացնել Իրանը։ Այդ դեպքում ինչու մինչև հիմա չեն անում դա, որովհետև գիտեն, որ մենք ունենք այնպիսի հրթիռներ, որոնցով կարող ենք հարվածել նրանց, ունենք տարբեր այլ զինատեսակներ եւ կարող ենք պատասխան հարված հասցնել։ Ընկերներ եւ հարևաններ ունենք տարածաշրջանում, որոնք դեմ են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այս ամբարտավանությանը։ Այնպես որ Իրանը պատրաստ է պաշտպանվել, այդ թվում իր բարեկամների օգնությամբ։ In the any kind of military aggression, Iran is ready to defend itself with the help of its friends. If there is essential military support by the United States. Եթե Իսրայելը հարվածներ հասցնելու դեպքում զգալի աջակցություն ստանա Միացյալ Նահանգներից, դա ավելի լուրջ սպառնալիք չի ստեղծի Իրանի համար։ More serious threat arousing for Iran. You know, Iranian answer depends on what Israelis and United States want to do. Iran all the time Iran said that if there is any Իրանի պատասխանը կախված կլինի նրանից, թե ինչ են ուզում անել Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Իրանը հայտարարել է, որ իր վրա ցանկացած հարձակման դեպքում հակահարված կհասցնի հենց բուն օջախներին, որտեղից իր դեմ են հարված հասցրել։ Կարծում եմ, խոսքը հիբրիդային տեսակի հարձակման մասին է։ Խոսքը միայն ռազմական հարձակման մասին չէ։ Նրանք փորձում են թուլացնել Իրանի տնտեսությունը, գուցե փորձում են սպանել իրանցի որոշ պաշտոնյաների, մենք տեսնում ենք, ինչ քարոզչություն են տանում իրենց լրատվամիջոցներով։ Այսինքն սա կոշտ ու փափուկ սպառնալիքների խառնուրդ է։ Մենք գիտենք, որ իրավիճակը բարդ է, ավելի քան 40 տարի է պատժամիջոցների տակ ենք, բայց պատրաստ ենք շարունակել ապրել այս վիճակում։ Նրանք չեն կարող անել այն, ինչ ուզում են, քանի որ մենք դրան հակազդելու միջոցներ, անհրաժեշտ զենք ու մարտավարություն ունենք։ They cannot do whatever they want because we have our measures, we have our tactics and we have our weapons. Mr. Mohammedian, if the talks on nuclear Եթե միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները ձախողվեն եւ Իրանին հարվածներ հասցվեն, արդյոք Իսլամական Հանրապետությունը կկարողանա պաշտպանել Հայաստանի հետ իր սահմանը Ադրբեջանի ռազմական հարձակման դեպքում։ possible Azerbaijani invasion. Iran showed that is ready to, preserve its red lines, and it's not a big deal for us to keep our borders with Azerbaijan. Իրանը ցույց է տալիս, որ պատրաստ է պահել իր կարմիր գծերը։ Մեզ համար մեծ դժվարություն չի լինի օգնել Հայաստանին, որպեսզի կարողանա պաշտպանել իր սահմանները։ Այնպես չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են անել այն ամենը, ինչ ցանկանան, նրանք էլ իրենց թույլ կողմերն ունեն։ To preserve these borders, and it's not like that Azerbaijan and Turkey are do whatever they want. They have their problems, they have their weaknesses. You see what's happening right now in Turkey. Turkey has its problem with Israelis. Տեսնում եք, ինչ է կատարվում Թուրքիայի ներսում։ Մյուս կողմից խնդիրներ ունեն Իսրայելի հետ, Ադրբեջանում էլ մարդիկ բողոքում են կառավարությունում եղած կոռուպցիայի դեմ։ Իհարկե, մենք էլ մեր խնդիրներն ունենք, բայց եթե Հայաստանն ու Իրանը լուրջ քայլեր ձեռնարկեն իրենց ռազմական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, կարծում եմ Ադրբեջանն ու Թուրքիան շանս չեն ունենա։ Iran and Armenia must increase their cooperation. With increasing our cooperation, especially in the field of military and security, I think there is no chance for Baku and Turkey to do whatever they want. What do you think? Can Azerbaijan Ըստ ձեզ Ադրբեջանը կարող է որևէ կերպով ներգրավված լինել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին, եթե նման բան տեղի ունենա։
I don't think that they dare to. Չեմ կարծում, թե Ադրբեջանը կհամարձակվի ներգրավվել Իրանի դեմ ուղիղ ռազմական հարձակմանը։ Միգուցե Իսրայելը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի օդային տարածքը մեր դեմ, ինչը արել են նախկինում, բայց նրանք գիտեն, որ եթե փորձեն նման քայլի գնալ, մենք կստիպենք նրանց դադարեցնել նման ագրեսիվ գործողությունները, եւ նրանք թանկ կվճարեն դրա համար։ And they will pay the price. Thank you very much, Mr. Պարոն Մոհավեդյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ My pleasure to talk to you. Ուրախ եի զրուցել ձեզ հետ։ Հույս ունեմ, մեր համագործակցությունն ապագայում կընդլայնվի։